Բարև ձեզ, բարով եք եկել Glendale Newsroom։ Այս կարճ ֆորմատով ձեզ կներկայացնենք ամերիկյան կյանքի կարճ ու կարևոր նորությունները։ Մինչև սկսելը կոմենտներում գրեք, որտեղից եք հետևում մեզ։ Թրամփը պատմել է Պուտինի հետ հեռախոսազրույցի մանրամասները, ինչ է պատասխանել Զելենսկին։ General Motors-ը հայտարարել է, որ դադարեցնում է ԱՄՆ-ից դեպի Չինաստան ավտոմեքենաների արտահանումը։ ԱՄՆ-ում Capital One բանկը փոխհատուցում կվճարի 100 հազարավոր հաճախորդների։ Լոս Անջելեսի անօթևանների ճամբարներում ապօրինի միացրել են հոսանքը մալուխները քաշելով փողոցային լուսավորության սյուներից։ Թրամփը Սպիտակ տուն է հրավիրել Հռոմի պապին, որի հետ տարիներ առաջ քաղաքական տարաձայնություններ ուներ։ Այս և մյուս կարևոր թեմաների մասին էլ ավելի մանրամասն կիմանաք դիտելով թողարկումը մինչև վերջ։ Այսօրվա թողարկումը սկսենք երկու գերտերությունների ղեկավարների հեռախոսազրույցով, անձնականից մինչև քաղաքական թեմաներ։ Թրամփն ու Պուտինը ավելի քան 2 ժամ խոսել են հեռախոսով։ Թրամփը պատմել է, որ զրույցի սկզբում Պուտինը նրան շնորհավորել է թոռ անծննդի կապակցությամբ և գովել է առաջին տիկին Մելանիային, ընդգծելով, որ նա ավելի սիրված է, քան հենց ինքը Թրամփը։ Զրույցի մանրամասների մասին Թրամփը գրել է իր անձնական սոցիալական էջում, նշելով, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձեռք է բերվել համաձայնություն անհապաղ բանակցություններ սկսելու վերաբերյալ։ Թրամփի խոսքով բանակցությունների կոնկրետ բովանդակությունը կորոշեն միայն Ռուսաստանն ու Ուկրաինան։ Թրամփը նշել է նաև, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև լայնածավալ առևտուրը կարող է սկսվել պատերազմի ավարտից հետո, նպաստելով տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը։ Պուտինը ևս խոսել է զրույցի մասին, նշել, որ Մոսկվան ցանկանում է խաղաղություն, սակայն դրա համար անհրաժեշտ է հստակ ձևակերպել ճգնաժամի խորքային պատճառներն ու գտնել փոխզիջումներ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Թրամփի ու Պուտինի միջև հեռախոսազրույցի արդյունքները, ընդգծելով, որ Կիևը չի պատրաստվում հրաժարվել ՆԱՏՕ-ին միանալու նպատակից։ Զելենսկու խոսքով Ուկրաինան կներկայացնի իր դիրքորոշումը պատերազմի ավարտի վերաբերյալ միայն այն ժամանակ, երբ ստանա Ռուսաստանի առաջարկած խաղաղության փաստաթուղթը և ընդգծել է, որ ոչ մի խոսք չի կարող լինել ռուսական օկուպացված տարածքներից զորքերի դուրսբերման մասին։ Թրամփը Սպիտակ տուն է հրավիրել Հռոմի պապ Լևոն 14-ին, Չիկագոյում ծնված կաթոլիկ հոգևոր առաջնորդին, ով նախկինում որպես կարդինալ քննադատել էր Թրամփի վարչակազմի որոշ քայլեր։ ԱՄՆ փոխնախագահը Վատիկանում Հռոմի պապին է փոխանցել նախագահ Դոնալդ Թրամփի և առաջին տիկնոջ Մելանիա Թրամփի ստորագրած պաշտոնական նամակը։ Բացի այդ, պապին նվիրել են ամերիկյան ֆուտբոլային թիմի մարզաշապիկ Լևոն անվամբ։ Ի պատասխան, պապը նրանց է նվիրել բրոնզե քանդակ։ ԱՄՆ Գերագույն դատարանը թույլատրել է Թրամփի վարչակազմին վերացնել Վենեսուելայից ժամանած միգրանտների ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը, որը մինչև այդ շնորհվել էր նախագահ Բայդենի օրոք։ Այս որոշման արդյունքում 350,000 վենեսուելացի կարտաքսվեն։ Միգրանտներն ու իրավապաշտպան խմբերը դատարանում պնդում էին, որ Վենեսուելան շարունակում է մնալ վտանգավոր երկիր և արտաքսումը կվտանգի մարդկանց կյանքը։ Սակայն Թրամփի վարչակազմը նախընտրում է խստացնել ներգաղթի քաղաքականությունը և ակտիվացնել արտաքսումները։ Դատական ակտը հրապարակվել է կարճ ձևով և անստորագիր, ինչպես սովորաբար արվում է հրատապ հարցերի դեպքում։ Իսկ հիմա Ֆլորիդայի մի սրճարանի մասին, որտեղ սուրճը մատուցվում է ջրախոզուկների ընկերակցությամբ։ Ֆլորիդայում գործում է մի յուրահատուկ սրճարան, որտեղ տեղ ամրագրելու համար մարդիկ ամիսներ առաջ են հերթագրվում, քանի որ այն դարձել է հայտնի տուրիստական վայր։ Սրճարանի գլխավոր գրավչությունը ջրախոզուկներն են, աշխարհի ամենամեծ կրծողները, որոնք ազատ շփվում են սրահում և սիրով շփվում այցելուների հետ։ Սա Հյուսիսային Ամերիկայի միակ սրճարանն է, որտեղ հնարավոր է կերակրել, շոյել և լուսանկարվել այս խաղաղ ու ընկերասեր կենդանիների հետ։ Ամերիկյան Capital One բանկը պարտավոր է վճարել $425 միլիոն փոխհատուցում այն հաճախորդներին, ովքեր 2019 թվականի սեպտեմբերից հետո ունեցել են բանկում խնայողական հաշիվներ։ Պարզվել է, որ բանկը թաքցրել է բարձր տոկոսադրույքների վերաբերյալ տեղեկությունները, ինչի պատճառով շատերը կորցրել են հավելյալ եկամուտ ստանալու հնարավորություն։ Փոխհատուցման չափը կախված կլինի, թե որքան գումար է պահվել տվյալ հաշվում և որքան երկար ժամանակ։ Չնայած բանկը չի ընդունել մեղքը, այնուամենայնիվ համաձայնել է փոխհատուցում տրամադրել։ $300 միլիոն կբաշխվի բոլոր 360 խնայողական հաշիվների միջև, իսկ $125 միլիոն կտրամադրվի այն հաճախորդներին, ովքեր մինչև օրս պահում են իրենց գումարները այդ հաշիվներում։
Լոս Անջելեսում ամերիկացի վիրաբույժները առաջին անգամ աշխարհում մարդու վրա իրականացրել են միզապարկի փոխպատվաստում, փրկելով 4 երեխաների հոր կյանքը։ 41-ամյա տղամարդը անցել էր քաղցկեղի բարդ բուժում, երբ բժիշկները որոշել էին կատարել այդ եզակի վիրահատությունը։ Վիրահատությունից անմիջապես հետո օրգանը սկսել է գործել առանց որևէ բարդության։ Սա համարվում է բժշկության մեջ կարևոր առաջընթաց, որը կարող է ապագայում փրկել հարյուրավոր հիվանդների կյանքը։ Նախկինում հիվանդները ստիպված էին լինում ապրել արհեստական սարքերի միջոցով։ Այս վիրահատությունը բացում է նոր ճանապարհ օրգանների փոխպատվաստման մեջ։ Թողարկման այս հատվածում տեսնենք, թե ինչ նոր օրենք է ընդունվել ԱՄՆ-ում։ Քրեական պատասխանատվության կենթարկվի այն անձը, ով միտումնավոր կստեղծի, կկիսվի կամ կտարածի կեղծ ինտիմ պատկերներ օգտագործելով արհեստական բանականությունը առանց տվյալ անձի համաձայնության։ Օրենքը ստորագրեցին Թրամփն ու Մելանիա Թրամփը Սպիտակ տան վարդագույն այգում, նշելով, որ վերջին շրջանում նման պարունակությամբ կեղծ լուսանկարներն ու տեսանյութերը սկսել են լայն տարածում գտնել ինտերնետում։ Նման արարք կատարած անձանց սպառնում է մինչև մի քանի տարվա ազատազրկում, զգալի դրամական տուգանքներ։ Օրենքը նախատեսում է նաև, որ անչափահասների մասնակցությամբ կեղծ պատկերների ստեղծումը կդիտվի որպես ծանր հանցագործություն առանձին հոդվածով։ Հարավային Լոս Անջելեսում մի քանի անօթևանների ճամբարներում գրանցվել են հոսանքի անօրինական միացման դեպքեր մոտակա էլեկտրական սյուներից։ Բնակիչները փորձել են հոսանք ստանալ փողոցային լուսավորման համակարգից։ Տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես են մալուխները միացված էլեկտրական սյուներին, իսկ տեսանյութը ակտիվ տարածվում է սոցիալական ցանցերում։ Նման միացումները իրականացվում են առանց տեխնիկական վերահսկողության եւ կարող են հանգեցնել կարճ միացման, հրդեհի կամ էլեկտրահարման։ General Motors-ը հայտարարել է, որ դադարեցնում է ԱՄՆ-ից դեպի Չինաստան ավտոմեքենաների արտահանումը։ Այս որոշումն ուժի մեջ է մտնում շարունակվող ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունների եւ բարձր մաքսատուրքերի պայմաններում։ Բիզնեսի այս մասը կազմում է General Motors-ի ընդհանուր վաճառքի ընդամենը 0.1%-ը։ Ընկերության ներկայացուցիչները պարզաբանում են, որ դադարեցման պատճառը տնտեսական պայմանների զգալի փոփոխություններն են։ Նոր կառավարության վարած քաղաքականության պատճառով ԱՄՆ վիզաների ստացումը բավականին դժվար է, բայց մեր գործընկերները բազմիցս ապացուցել են, որ լավ պատրաստված լինելու դեպքում այն հնարավոր է։ Smart Assist-ի մասնագետներն արդեն օգնել են հարյուրավոր ուսանողների, գործարարների եւ Հայաստանի քաղաքացիների ընտրելու վիզայի ճիշտ տեսակ, ստանալու հրավերներ ԱՄՆ-ից, կատարել անհրաժեշտ ամրագրումներ եւ նախապատրաստվել դեսպանատան հարցազրույցին։ Թիմը քայլ առ քայլ ուղղորդում է դիմորդներին, ապահովելով անհատական մոտեցում։ Նշեմ, որ առաջին խորհրդատվությունն անվճար է, պարզապես պետք է անցնել թողարկման տակ տեղադրված հղումով, որը կգտնեք մեկնաբանությունների դաշտում եւ Smart Assist-ի թիմը կապ կհաստատի ձեզ հետ։ Օհայո նահանգում գնացքը բախվել է մի խումբ հետիոտների երկաթուղային կամրջի վրա։ Զոհվել է 3 մարդ, 2 մեծահասակ եւ 5-ամյա երեխա։ Տուժել է նաեւ 14 ամսական երեխա։ Փոքրիկին տեղափոխել են հիվանդանոց ուղղաթիռով ծայրահեղ ծանր վիճակում։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Դեպքը տեղի է ունեցել գիշերը, երբ ընտանիքը անցնում էր երկաթուղային կամուրջը, ենթադրաբար չիմանալով գնացքի մոտենալու մասին։ Տեղի իշխանությունների հաղորդմամբ կամուրջը նախատեսված չէր հետիոտների համար, սակայն մարդիկ հաճախ այն օգտագործում են որպես կարճ ճանապարհ։ Մասկը հայտարարել է, որ իր ընկերության ստեղծած չաթբոթը կգործի Microsoft-ի տվյալների կենտրոններում, չնայած նրանց մինչև նախկինում եղած իրավական վեճերի։ Արհեստական բանականությամբ աշխատող չաթբոթը նախատեսված է հարցերին պատասխանելու, տեղեկություն մշակելու եւ օգտատերերի հետ բնական լեզվով շփվելու համար։ Թեև Մասկը դեռ անցյալ տարի դատի էր տվել Microsoft-ին ներդրումների շուրջ վեճի պատճառով, ներկայումս կողմերը սկսում են համագործակցել նոր տեխնոլոգիաների զարգացման շուրջ։ Ահա այսքանը ամերիկյան անցուդարձից։ Եթե ցանկանում եք առաջինը դիտել մեր թողարկումները ու ծանոթանալ ամենաթարմ լրատվությանը Ամերիկայից, ապա բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով զանգակի կոճակը։ Այս ժամի համար այսքանը, կհանդիպենք վաղը։ Շնորհակալություն։